Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վահան Ավագյան։ Պարոն Ավինյան, քանի որ եզրափակիչ ոնց որ վերջին հարց տվողը ես եմ ու մի քանի հարց ունեմ, հիշեցնեմ, որ մենք պայմանավորվել էինք շրջայց կատարենք Ծառավաղբյուր փողոցին հարող բուսաբանական այգում, դիտեինք, ուսումնասիրեինք աշխատանքների դանդաղ ընթացքին, գնայինք Ծառավաղբյուրը ոնց է փոշոտվում ամեն օր։ Գիտեմ, որ այս ժամանակահատվածում չենք հանդիպի, քանի որ արաբական երկրներում էինք գործուղման։ Հույսով եմ այնտեղ տեսել եք փողոցները ինչ ձև են կահավորված, ուզում եմ ուշադրությունը սևեռեմ մայթերի վրա։ Երևանում, երբ որ ես քայլում եմ եւ մեր երևանցիները, մենք հոգնում ենք, որովհետեւ հարթ մայթ չունենք, անընդհատ փորձություններով ենք անցնում, բարձրանում, իջնում։ Սրա մասին կուզենայի ձեզ ասեի, արդյոք զբաղվում եք այդ հարցով կամ կան կարգադրություններ մեր համապատասխան մարմիններին։ Կուզենայի հարցս ուղղել երևի թե Արաբկիրի ղեկավարին, վարչական շրջանի, մի քանի անգամ փորձել ենք հարցը լուծենք Օրբելի փողոցի վրա այդ կոյուղին, որ անընդհատ թռչում է փողոցը, հասես շատ նուրբ ասեմ, բայց այդ հարցը չի լուծվում։ Երկու անգամ փորձեցինք, նորից նույն վիճակն է, որը տևում է արդեն 8-9 ամիս։ Այդ Օրբելու մասին, քանի որ մեր մյուս վարչության պետն էլ է ներկա տրանսպորտի, խնդրեմ զբաղվեն կահավորումով, օրինակ Աչափնյակից, որ գնում ենք Դավիթաշեն, Armenia TV-ի դիմացը կա լուսարցակի, չգիտեմ ոնց է կոչվում, կոճակ պետք է սեղմեն, որ կանգնի, տեղ շատ վտանգավոր է, ինձ բազմիցս դիմել են, ոչ միայն այդ մասում կա, մի քանի տեղ կա, նույն այդ Արարատ տանող խճուղու ճանապարհին էլ կան, այդ կահավորումը կիսատ է թողնված, ես խնդրում եմ մի քիչ ավելի արագացնել այդ կնոպկաների ասածը, հա, ժողովրդական, որ սխմում ես, որ անցնում են, դրանք շատ կարևոր են։ Կուզենամ նաև ասել, որ մի քիչ առաջ խոսացինք, ուզում եք ավելացնեք մյուս նիստով բակերում հավաքարար, հա, այդ շտատն եք ուզում ավելացնեք, ես ուզում եմ հիշեցնեմ, որ անցած տարի մեր իսկ աջակցությամբ ավելացրեցինք մարդկանց քանակությունը, ովքեր որ պետք է զբաղվեին բակային ծառերի էտելով եւ ջրելով, բայց մենք մեկ տարի չտեսանք։ Խնդրում եմ, եթե մյուս նիստին գալու է, մի հատ այս հարցի լուծումը տվեք, նոր մարդկանց հաստիկներ ավելացումը բերեք, շնորհակալություն։ Շատ լավ, երկու հարցի փոխարեն ստացանք 5 հարց։ Այո։ Վերջիններն են։ Տակ։ Բուսաբանական այգում ես առաջարկում եմ պարոն Փամբուխչյանի հետ մի հատ այցելություն անեք, պարոն Թևոսյան դուք կազմակերպեք հավաքանիներից ով կցանկանա, թող բոլորը ով կուզենա թող մասնակցեն, մի հատ ընթացքին հետևեն։ Իսկ տեղյակ պայեք ես պարտադիրներ։ Շատ լավ, բոլոր ֆրակցիաներին տեղյակ պայեք, ով ցանկություն կհայտնի, գնացեք մի հատ տեղում հասկացեք ինչա տեղի ունենում։ Մայթերի հետ կապված, պարոն Ավագյան, մայթերի մասով կարող եմ ասել, որ մենք մայթերի հիմնական աշխատանքները, որոնք որ իրականացնում ենք, անում ենք կոմպլեքս աշխատանքներ, մասնավորապես հիմա մի քիչ քաղաքականությունը փոխվել է, օրինակի համար Ամիրյան փողոցում, որտեղ որ իրականացրել ենք նաև լարերի գետնի տակի չեցումը, ամբողջական մայթի վերակառուցում ենք տալիս, իր թեքահարթակներով, մնացածով ամեն ինչով։ Նույնը իրականացնում ենք Կոմիտասի փողոցում, այսինքն Կոմիտասի նախագիծը ունենք արդեն, ունենք չէ, պարոն Պարոսյան։ Ինչ փուլում է։ Պարոն Ավինյան, նախագիծը ունենք արդեն, երևի թե մի շաբաթվա մեջ ձեզ հետ կհամաձայնեցնենք ու արդեն կտանք փորձաքննության։ Ես մեր գնումներին խնդրել եմ Ամիրյանը դնեն մրցույթի, գնումները ուրեն, Պարոն քաղաքապետ, հայտում փոփոխություն կար անելու, փոփոխությունը անում են, որ տան քարի հետ կապված, որ դուք ասել եք, քարի հաստության հետ կապված, ճիշտ եմ, չէ՞։ Որակը պետք է բարձր։ Այո։ Այդտեղ պետք է բարձր որակը լինի ավելի։ Կոմիտասն էլ արդեն բոլոր ընթացակարգերով անցկացնեք,
Այո, պարոն Ավինյան, համաձայնեցումից հետո կտանք փորձաքննության արդեն կարող ենք։ Շատ լավ։ Մայթերի հետ կապված հիմնականում արդեն գնալու ենք դեպի կոմպլեքս լուծումներ, այսինքն լարերի անցկացում գետնի տակ, մայթի վերակառուցում եւ մնացյալ ամեն ինչը կոմպլեքս լուծումներով։ Հիմա օրինակ մեր թեքահարթակներն է, որ մենք տեղադրում ենք, քանիսն ենք արդեն տեղադրել, պարոն Թևոսյան, 400 անցել։ 500-ը անցել ենք, 500-ը։ Հիմա այս բոլոր թեքահարթակները, որ տեղադրում ենք էլի կոմպլեքս սկզբունքով, ոչ թե մի տեղ թեքահարթակ տեղադրեցինք եւ անցանք եւս այնց մի 2 կիլոմետր ենք, ամբողջ փողոցով տեղադրում ենք։ Հանրապետի վարչական շրջան Կոյուղի պարոն Կարոյան, հասկացեք ինչա, եթե մեր հրատապով կարող ենք լուծել, Վիոլան հասկանանք ինչ ասում, ասեմ տեղեկացնեմ նաև, որ մենք մեր հրատապը ենք հատուկ տող ենք ավելացրել հաջորդ տարվա համար, որ Կոյուղի լուկ եւ մնացած այս տեսակ հարցերին մենք է կարողանանք նորմալ անդրադառնալ։ Աջափնյակից Դավթաշեն Կանչովի լուսացույցի մասին եք բարձրաձայնում, պարոն Հարությունյան։ Պարոն քաղաքապետ, խնդրին ծանոթ ենք, խնդիրը պայմանավորված է հետևյալով 2025 թվականի ծրագրով իրականացվելիք 13 հասցեներում հետիոտն են Կանչովի լուսացույցների կառավարման մրցույթում հաղթած կազմակերպության կողմից աշխատանքները չեն կատարվել, համապատասխան տուժտուգանքը կիրառվել պայմանագիրը խզվել է, այդ հասցեները ֆիքսված են, նոր հայտարարված մրցույթով աշխատանքները կավարտվեն։ Շատ լավ։ Բակային հավաքարարների մասով էլի ձեր դաշտ է գալու, պարոն Ավագյան, կքննարկեք, արդեն կդիտարկեք ըստ իրավիճակի հավաքարարին որոշումը կայացնի, այն հավաքարարների քանակը, որոնք որ մենք ի սկզբանե տրամադրել ենք, ֆիզիկապես ոնց որ թե իրականում չի բավարարում պահանջությունը բակերում իրականացնելու համար։ Արձագանք Պարոն Ավինյան, բայց ձեզ պետք է այդ Ամիրյանի մասին ասեցիք, սա Երևանը հարցնում է ծաղիկի սրահը, որ քանդեցիք, սա շատերը ուրախացել էին, որը ժամանակ հետո անցավ էլի այդ նույն մայթի վրա, որը որ դժվար անցանել էր, նորից թողեցիք, որ ծաղիկի սրահը դնեն։ Ես դրան դեմ չեմ, բայց արձագանք եմ Ամիրյան փողոցի մասով եւ արձագանք եմ նաեւ այդ հավաքարարները մեկ տարվա մեջ վերնագիրը նենց էր, որ պետք է կանաչապատումով զբաղվեին բակերում եւ ջրեին։ Ընդհանրապես դա չենք տեսել։ Դա եմ ուզում ասել։ Հիմա որ ավելացնում ենք էլի, որ շատերին չտեսնենք ավելի։ Շատ լավ, Ամիրյանի մասով ու առհասարակ ծաղիկի կրպակների մասով երևի թե ծաղիկը միակ գործունեության տեսակն է, որի դեմ, ասենց ասեմ, ամենախիստ ձևով չենք պայքարում, այսինքն ծաղիկի կրպակները նույնիսկ որոնք որ հեռացվում են, նոր ստանդարտացված տեսքով հնարավորություն տրվում է շատ ավելի փոքր չափով բան ունենալ, ծաղիկի վաճառակետ ունենալ նույն հատվածներում։ Հիմա օրինակ Թումանյանում էլ ենք քանդել բազմաթիվ կրպակներ եւ միայն ծաղիկինն է, որ ինչ որ միտեղ էլի պետքա բանկ, այսինքն այստեղ մոտեցումը ընդհանուր է։ Եվ բայց նաեւ ուզում եմ ֆիքսենք, որ չափով էականորեն շատ ավելի փոքր բանի մասին է խոսքը գնում։ Կրպակը առհասարակ լավ բան չի։ Կրպակների դեմ պայքարը դրա համար ենք սկսել եւ ամբողջ քաղաքով մաքրում ենք այդ կրպակները, բայց ինչ որ կոնկրետ տեսակի գործունեության համար նաեւ որոշակի մոտեցում ենք ցուցաբերում, մասնավորապես այս դեպքում ծաղիկի։ Շատ լավ, պարոն Ավագյան, դա էլ արդեն բակային հատվածն է կքննարկեք։ Շնորհակալ եմ, խնդրեմ պարոն Թորոսյան։ Պարոն Ավինյան, բայց այդ ծաղիկների մասով դրական եմ դիտում, բայց ուզում եմ հասկանամ, Սերժ Սարգսյանի ժամանակ ոնց որ լավ աչքով նայում էին կոշկակարներին եւ դերձակներին, հիմա փաստորեն ծաղիկների հետ կապված ենք sense ուշադրություն հա դարձնելու։ Դե ինչ որ մի տեղից, ինչ որ տեղերը ծաղիկի վաճառքի պետք է լինեն, պարոն Ավագյան, թե չէ։ Խնդրեմ։ Պարոն Ավագյան, իրականում մի քիչ իրավիճակը ուրիշ է, որովհետև այստեղ եղել է անօրինական կրպակ, շատ մեծ, ոչ չափանիշներին համապատասխան, դա ապամոնտաժվել է, ամենակարևորը նույն տնտեսվարողը, նույն ոչ թե ուրիշ տնտեսվարող,
եկել է դիմել նույն տարածքի համար իր ինստիտուցիոնալ հիշողությունը հաշվի առնելով եւ ստացել է թույլտվություն օրինական գործունեություն ծավալելու, այդտեղ որտեղ էր խնդիրը։ Շատ լավ, շնորհակալ եմ։